Չինական բարձրագույն կրթական համակարգը շարունակում է ներկայանալ Հայաստանում ամրապնդելով կրթական ասպարեզում գործակցությունը։ Երևան Էքսպո կենտրոնում բացված Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսին ներկայացված էին Չինաստանի 40 համալսարանների կրթական ծրագրերը։ Պետությունների միջև բարեկամությունը հիմնվում է ամուր կապերի վրա, իսկ ժողովրդերի միջև ամուր կապը հիմնված է փոխադարձ ըմբռնման վրա։ Եվ այդ քաղաքակրթության նախաձեռնության շրջանակներում մենք ձգտում ենք հումանիտար փոխանակումների, մշակութային ինտեգրման եւ ժողովրդերի միջև փոխըմբռնման նոր նվաճումների։ Բանախոսները հիշատակել են երկու ժողովուրդների պահպանած ամուր կապերը դեռևս անտիկ շրջանի եւ միջին դարերի ընթացքում նշանավոր մետաքսի ճանապարհի ժամանակներից սկսած։ Հարուստ պատմություն ունեցող 5 քաղաքակրթությունների եւ երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ունի շուրջ 2000 տարվա պատմություն։ Գիտեմ, որ Հայաստանում էլ է տարածված չինարենի ուսուցումը եւ 2009 թվականից սկսած Հայաստանում Կոնֆուցիոս ինստիտուտի բացումից ի վեր ՀՀ կառավարության ակտիվ աջակցության, ինչպես նաեւ երկու կողմերի դասախոսների եւ ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ նկատվում է, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ ընտրում են չինարենի ուսուցումը եւ ձգտում են ել ավելի խորը ծանոթանալ Չինաստանին։ Սա ոչ միայն անձնական երազանքների իրականացման ձգտում է, այլև քաղաքակրթությունների փոխանակման եւ փոխուսուցման գաղափարի գործնական դրսեւորումը։ Կոնֆուցիոսի ինստիտուտը Հայաստանում սկսել է գործունեությունը 2009 թվականի մարտից։ Այն շարունակում է հաջողությամբ գործել Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Չինարենի ուսուցումը Հայաստանի անկախության շրջանի իրողություններից է եւ համեմատաբար նոր մեր իրականության համար։ Ակնհայտ է, որ չինական համալսարանների ցուցահանդեսը կարևոր մի հարթակ է եւ նկատելիորեն նպաստում է Չինաստանի կրթության հեղինակության աճին եւ համաշխարհային կրթական տարածքում նրա դերի ուժեղացմանը։ Չինաստանի եւ Հայաստանի միջև փոխանակումները դարավոր արմատներ ունեն։ Լեզուն քաղաքակրթությունները կապող կարևորագույն օղակն է, իսկ կրթությունը զարգացման հիմքը։ Չինաստանի եւ Հայաստանի համագործակցությունը նոր էներգիա կհաղորդի երկու երկրների հարաբերություններին եւ կխթանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում մարդկային ռեսուրսների զարգացումը։ Ցուցահանդեսի ընթացքում չինական տարբեր բուհերի ներկայացուցիչներ խոսեցին իրենց կրթական ծրագրերի, ընդունելության պայմանների եւ համագործակցության հնարավորությունների մասին։ Մի քանի ծրագրեր ունենք։ Մենք հյուրընկալում ենք ուսանողների Հայաստանից, ապագայում այցելելու եւ սովորելու մեր համալսարանում։ Մենք ունենք ծրագրեր չինարենով եւ անգլերենով։ Նրանք, ովքեր ցանկանում են չինարեն ծրագրով սովորել, պետք է գան մեր համալսարան։ Կես կամ 1 տարվա չինարենի դասեր անցնելու։ Մենք ներկայացնում ենք Ֆուտանի համալսարանը։ Համալսարանը գտնվում է Շանհայ քաղաքում, ունի 4 տարբեր կամպուսներ։ Մասնագիտացում կոնկրետ չունի համալսարանը, սակայն ունի շատ տարբեր բաժիններ։ Այն մտնում է աշխարհի top 100 համալսարանների ցուցակում եւ Շանհայում top 10 համալսարանների շարքին է պատկանում։ Չինաստանի առաջատար բուհերի ներկայությունը Երևանում վկայում է կրթական դաշտում խորացող համագործակցության ու մշակութային երկխոսության մասին։ Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ ցուցահանդեսը ոչ միայն տեղեկատվական հարթակ էր, այլև վստահ քայլ դեպի փոխշահավետ կրթական ապագա։ Քաղաքակրթությունների պատմական կապը այսօր վերածվում է նոր հնարավորությունների հայ երիտասարդների համար, որոնք կրթություն ստանալով Չինաստանում դառնում են երկու հին ժողովուրդների բարեկամության նոր կամուրջները։ Աննա Հարությունյան, Գևորգ Սիանոսյան, Renews Armenia։